21 TV եթերում դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը, բարև ձեզ։ Ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ հոգեբանական գիտությունների թեկնածու հոգեբան Լիլիթ Խաչատրյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորագերեք հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ։ Փոխադարձ շատ շնորհակալ եմ։ Ինձ մեր բոլոր նախադեպային հաղորդումները տալիս են հնարավորություն եւ վստահություն, որ այսօր եւս ունենալու ենք բավական հետաքրքիր հաղորդում եւ այսպես այս նոտայով սկսենք մեր այսօրվա թողարկումն ու զրույցը։ Այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք տագնապների մասին եւ վերջին տարիներին հատկապես հաճախ լսում ենք, երբ որևէ մեկին ուզում են որակավորում տալ, բացի նրա արտաքին եւ ներքին տվյալների, նաեւ վերջում նշում են տագնապային մարդ է, կամ մենք ինքներս էլ որևէ բան արդարացնելու կամ նշելու համար ասում ենք, դե ես տագնապային մարդ եմ։ Լավ, իրականում կա այսպիսի որակում, որ մարդը տագնապային է, եւ ինչ ասել է տագնապով տագնապային մարդ։ Իհարկե կա այդ որակումը, եւ դա անձնային տագնապայնությունն է, որի համար մշակված են նաեւ թեստեր, որով որ մենք որոշում ենք մարդը անձնային առումով տագնապային տեսակին է պատկանում, թե ոչ։ Այս մարդիկ ավելի մտահոգվածություն ունեն ապագայի նկատմամբ, ցանկացած 20 տարի հետո ինչ կլինի։ Այո, 20 տարի հետո ինչ կլինի, եւ որպես կանոն տագնապ ուղղված է լինում միշտ ապագային։ Այսինքն սա մի հույզ է, որտեղ որ ապագան շատ վախենալու է, շատ տագնապային է եւ շատ բարդություններով է լցված։ Եվ կարծես թե մարդը այդ ապագայի նկատմամբ չունի հաղթահարման ռեսուրսներ, որը որ կարծես ուժեղացնում է իր այդ զգացումը, տագնապի զգացումը։ Ցանկացած իրողություն տագնապային անձի համար թվում է անլուծելի, անհաղթահարելի, վտանգի զգացումը որպես կանոն տագնապային անձի համար շատ բարձր է։ Ամեն ինչի մեջ ինքը փնտրում է վտանգ, սպառնալիք, եւ որի նկատմամբ ինքը ունի անձնային պաշտպանողական մեխանիզմներ։ Այս է ընդհանուր բնութագիրը, որով որ մենք չափում ենք մարդը տագնապային է, թե ոչ։ Իսկ այսպիսին մարդը ծնվում է, թե դառնում է։ Դժվար է պատասխանել, երբեմն այնուամենայնիվ մենք հիմնվում ենք հոգեբանական փաստերի վրա, տեսեք, եթե մենք ասենք ծնվել է ինքը այսպիսին, այո, այստեղ մենք կարող ենք հաշվի առնել իր նյարդային համակարգի տիպը, տեսակը, ժառանգված նախադրյալները, բայց այստեղ շատ մեծ նշանակություն ունի ընտանիքի առանձնահատկությունը։ Այսինքն, եթե մենք ասենք ծնվել է եւ ժառանգել է, մենք այստեղ շատ լրջորեն պետք է ուսումնասիրենք իր ծնողների պատմությունը, այսինքն իրենք ունեն այդ նույն տագնապայնությունը եւ դաստիարակության միջոցով փոխանցել են, թե ոչ։ Եվ այո, կարող են պատահել դեպքեր, որ օրինակ նույն ընտանիքում ծնողները տագնապային չեն, տատիկ-պապիկները տագնապային չեն, սակայն դաստիարակության ոչ նպաստավոր պայմանների դեպքում մարդը դառնում է օրինակ տագնապային։ Եվ հիմնականում տագնապային լինելու գործում շատ կարևոր է մանկության ապրումները, տրավմատիկ իրադարձությունները, մարդու դիրքորոշումները, մարդու կարողությունների նկատմամբ տրված գնահատականները եւ առհասարակային պատմությունները, որին իրատես է եղել անձը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ կանայք ավելի տագնապային են, քան տղամարդիկ։ Գիտեք, վերջի տարիների դիմելույթյան վիճակագրությանը եթե հետևեմ, տարանջատում չէի նշի, որովհետև տղամարդիկ այսօր շատ են դիմում նույն տագնապային խանգարումների, տարատեսակ դրսևորումների համար։ Այդպիսի մոտեցում կա, որ կինը ավելի հուզական է, կինը ավելի պետք է վախկոտ լինի, սա ստերեոտիպային մոտեցում է, կարծրատիպ է, հա, բայց իրականում հավատացեք, հուզականությունը այնպիսի մի բան է, որը որ սեր չի ճանաչում։ Եվ այստեղ դաստիարակության արդյունքում, այսինքն տղամարդը կարող է շատ դեպքերում իր վախը զսպել կամ այդ վախի իր միջի առաջացած վախի հարցը այլ կերպ լուծել։ Չէ՞ որ նախնադարում էլ տղամարդը նույն երբ որ կենթանին հարձակվում էր եւ այդ վախի հորմոնը բարձրանում էր, ինքն էր չէ գնում, խփում, այսինքն իր հաղթահարման ձևը հոգեբանական մեխանիզմը այլ է, իսկ կնոջ մոտ դա կարող է այլ բնույթ կրել։ Բայց իրականում վերջին շրջանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրեթե տարբերություն չկա։ Երբ է անհանգստությունը վերածվում տագնապի եւ երբ մենք կարող ենք ասել, որ սա ոչ թե սովորական անհանգստություն է, այլ արդեն տագնապային խանգարում է։ Սովորաբար
եթե ավելի խորքից գա մեկնաբանելով, տեսեք վախը եւ անհանգստությունը իրենց մեջ ունեն պաշտպանական ֆունկցիա։ Այսինքն, եթե պատկերացրեք իրավիճակ, որ մարդը ընդհանրապես վախ չունենար, անհանգստություն չունենար, այդ չափաբաժները եթե իհարկե չէր լինի, եւ ծնված օրվանից այդ վախի զգացումը գենետիկորեն մարդու կոդի տեսքով մարդու մեջ դրված է եւ դա է մղում այդ ինքնապաշտպանական բոլոր ռեակցիաների ձևավորմանը, բայց դա վերածվում է տագնապի, երբ որ իրական վտանգ չկա, իրական սպառնալիք չկա, վախի դեպքում կա իրական վտանգ, իրական սպառնալիք, իրական է, հա, այդ անհանգստությունը, օրինակ քնության պետք է գնա մարդը, արդարացված է, քնության պետք է գնա, ինքը սկսում է անհանգստանալ, ոնց կանցնի կկարողանամ, չեմ կարողանա, կամ որևիցե առաջադրանքեր արժև դրված կատարելու, ինքը պետք է անհանգստանա եւ այդ անհանգստությունը երբեմն մոտիվացնում է։ Սակայն տագնապի ժամանակ չկա այդ առիթը, իրական վտանգ, իրական սպառնալիք չկա։ Մարդը ստեղծում է, այո, բավորների շնորհիվ ստեղծում է այդ սպառնալիք վտանգը եւ սկսում է պայքարել անհիմն դրա դեմ։ Գիտեք, խնդիրը ինչումն է, մարդը այնքան է հավատում իր ստեղծածին, այդ իրական սպառնալիքին, որ դա դառնում է արդեն պաթոլոգիկ միտք եւ առհասարակ սկսում է տագնապի ժամանակ, տագնապային խանգարման ժամանակ այդ միտքը, պատկերը, գաղափարը գերիշխել մարդու ընդհանուր կյանքի վրա, կարծես կառավարում է եւ մարդը կորցնում է իր վերահսկողությունը եւ տագնապային խանգարման ժամանակ մարդու կյանքի որակը կարող ենք ասել, որ շատ է վնասվում եւ շատ է տուժում։ Այսինքն մարդը չի կարողանում խանգարման ժամանակ արդեն իսկ գնալ գործի, հաճույք ստանալ կյանքից, շփվել ընկերների հետ, իր բոլոր գլխում ունեցած պահանջմունքները ըստ էության չի կարողանում բավարարել։ Այս դեպքում արդեն մենք կարող ենք ասել, որ այո, մարդու մոտ առկա է տագնապային խանգարում։ Լավ, ես շատ լավ գիտեմ ու նորություն չի, հեծանիվ չեմ հայտնագործելու, եթե ասեմ, որ այս կամ այն խնդիրը հոգեբանական, վաղ թե ուշ նաև վերածվում է մարմնականի եւ այս գիտությունը վաղուց է ապացուցված, որ գոնե ես այդպես եմ կարծում, որ գրեթե բոլոր հիվանդությունների հիմքում պետք է փնտրել եւ հաստատ կգտնենք նաեւ հոգեբանական խնդիրներ։ Այս դեպքում ինչպիսի արտահայտումներ է գտնում արդեն մարմնական ոլորտում, որովհետեւ շատ հաճախ ենք նկատում, մարդը գնում է հիվանդանոց, ամեն հնարավոր հետազոտություններն անցնում է, դրվում է առողջ ախտորոշում, բայց մարդը իրեն լավ չի զգում։ Լավ, որտեղ է թաքնված։ Այո, սրա մասին ուզում եմ ասել, որ տագնապի առաջացման մեխանիզմում ֆիզիկական ախտանշանները պարտադիր արկա են, դրա համար է կոչվում ստրեսով պայմանավորված եւ սոմատոֆորմ խանգարումներ, նևրոտիկ ստրեսով պայմանավորված եւ սոմատոֆորմ խանգարումներ, այսինքն սոմատիկան, սոմատիզացիան, մարմնի արձագանքը այս խանգարումների ժամանակ պարտադիր է։ Եվ ոնց է տեղի ունենում սրտխփոց, ճնշման տատանումներ, քրտնարտադրություն, խեղտոցի զգացում, դող, կրծքավանդակում ծանրության զգացում, երբեմն կարծես անհնարինություն շնչելու, ոտքերում եւ ձեռքերում թմրածություն երբեմն, թուլություն, տարբեր մարմնի մասերում կարող են դիտվել նաեւ կպչուն, ցավային զգացումներ, անքնություն, սրանք բոլորը այդ մարմնային գանգատներն են, բայց իրականում սա բացարձակ կապ չունի հիվանդության հետ, ուղղակի ֆունկցիոնալ դրսևորման ձև է, ֆունկցիոնալ փոփոխություն է եւ հիմնականում այս գանգատները առաջանում են ստրեսի հորմոնի ավելացումով պայմանավորված եւ այստեղ այո շփոթմունքը նրանումն է, որ մարդկանց թվում է թե իրենք իրականում հիվանդ են, երբ որ ունեցել են սրտխփոթ։ Սրանից էլ ավելի տագնապի մեջ են հայտնվում։ Այո, եւ դրա համար գնում են բժշկի, որպեսզի հասկանան թե իրենք ինչ հիվանդություն ունեն։ Կարծես այս մարդիկ բոլոր հետազոտությունները անցնում են, որպեսզի հասկանան իրենք հիվանդություն ունեն թե չունեն, առանց հասկանալու, որ խնդիրը հոգեկանի մեջ է, մտածողության մեջ է, ունեցած տրավմատիկ փորձառնության մեջ է եւ մինչեւ իրենց կարողանում են բացատրել, երբեմն համոզել, որ խնդիրը միայն հոգեբանական գործառույթներով է պայմանավորված։
Ես ուզում եմ նաև ծայրահեղության մեջ չհայտնվենք եւ յուրաքանչյուր ձեր նշած ախտանիշի դեպքում, որը նաև մարմնական լուրջ խնդիրների մասին կարող է արձագանքել, չմտածենք, որ դա նյարդերից է ուղղակի հանգիստ նստել։ Այդ տարանջատումը ինչպես անենք, որպեսզի հասկանանք, որ այո, տագնապային խանգարում է կամ ոչ, պետք է անպայման լինել բժշկի մոտ։ Ոնց անցնենք այդ ճանապարհը, բժշկական հետազոտությունով։ Իսկ բոլոր դեպքերում պետք է հերքենք Բոլոր հետո նոր։ դեպքերում, այո, ճիշտը հերքելն է։ Իհարկե, տեսեք, նույնիսկ մեզ մոտ որ գալիս են, այսպես անամնեզը երբ որ հավաքում ես եւ հասկանում ես, որ այստեղ իրականում տագնապային խանգարման բոլոր սիմպտոմները կա, բայց բաց չթողնելու համար բժշկական հետազոտությունը կարեւոր է, որովհետեւ շատ դեպքերում մարմնական իսկապես լուրջ խնդիրները ունենում են նմանատիպ սիմպտոմատիկաներ, որոնք որ կարող է մասնագետը խառնել։ Եվ եթե անցնում է հիվանդը բժշկական համապատասխան հետազոտությունները, հերքվում է բոլոր մարմնային հիվանդությունները կամ գանգատները, այս դեպքում արդեն մենք վստահ ենք, որ հիվանդը մերն է եւ ամբողջությամբ հոգեբանական է խնդրեմը։ Այստեղ եւս մեկ այլ ծայրահեղություն ունենք, երբ հետազոտվում ենք, տեսնում ենք, որ մարմնական խնդիրներ չունենք, դե լավ նյարդերն են, մի հանգստացնող կխմենք, կանցնի կգնա կամ դե լավ հիմա ով չունի նյարդային խնդիրներ կամ ով տագնապային չի, մեր կյանքը այնպեսին է, որ նորմալ երևույթ է, եւ մենք փորձում ենք հավասարվել բոլորին, մտածելով դե միևնույն է բոլորն ունեն այս խնդիրը, իմաստը որն է առանձնանալու կամ իմաստը որն է սրան մեծ նշանակություն տալու եւ սկսում ենք ապրել այսպես։ Կյանքի էական որակի նվազում ենք ունենում, դա միանշանակ, բայց երբ է որ անհատը իսկապես հայտնվում է արդեն անդունդին եւ արդյոք այս դեպքում եւս ունենում ենք լուծման տարբերակներ։ Երբ է որ մարդը հայտնվում է իսկապես անդունդին, ինքը դա շատ լավ է հասկանում եւ այդ վիճակում գտնվող մարդը կարծես ջրի մեջ խեղդվող որևիցե մեկը փնտրում է փրփուրներ, անհնար է որ ինքը չգտնի ելքեր, անհնար է որ ինքը ինքնուրույնաբար չփնտրի մասնագետ, չգտնի եւ չուզենա իր խնդրի շուրջ աշխատել, որովհետեւ իսկապես շատ ծանր է այդ տառապանքը, շատ դժվար է դիմանալը տագնապի զգացողություններին, անընդհատ կպչուն միտք, մավան վախ, տանից դուրս գալու վախ, անկարողության զգացում, դուք մինչև հասցնում է անձին լացկանության, կարծես կառավարելիության կորստի զգացում, սեփական եսի, սեփական ցանկությունների տարորոշման դժվարություն, այս ամենը շատ խորը տառապանք են մարդու համար եւ ինքը որպես կանոն կարծես թե չի դիմանում եւ ուզած թե չուզած դիմում է մասնագետի, եթե այս բոլոր ախտանիշների համախումբը արկա է, բայց իհարկե կան դեպքեր, որ անձը ունի այս ախտանիշները, բայց իրեն թվում է, որ օրինակ միայն դեղը կարող է իրեն փրկել։ Եվ պատրաստ չէ ինքը գնալ հոգեթերապևտի մոտ եւ բացվել, քննարկել խնդիրը, վերլուծական ճանապարհով, այո, պատճառը հասկանալ եւ պատճառի շուրջ որոշակի աշխատանք տանել։ Լինում են այսպիսի դեպքեր են շատ լինում, այսպիսի այցելուներ էլ շատ ունենք, կամ ասենք կողքի մարդկանց դրդումով իրան գալիս են 1-2 անգամ փորձելու համար, բայց միևնույն է իրենց լավացման միջոցը թերապիան չէ, իրենց լավացման միջոցը մի կոճակ դեղ խմելն է կոպիտ ասած։ Պլացեբո էֆեկտ։ Ոչ, պլացեբո ոչ մանր այնպեսի դեղ խմեմ, որ չի էլ օգնում, բայց ներշնչեն, որ օգնեց։ Սա հարցի մեկ այլ կողմն է, բայց իհարկե դեղորայքով տագնապային զգացողությունները ժամանակավոր բթացվում են եւ ժամանակավոր հանգստացվում են, բայց սա լուծումը չէ։ Եվ մարդը ասում է ավելի լավ է ես խմեմ, այս պահին չզգամ, որովհետեւ իմ համար անտանելի է։ Եվ այստեղ շատ կապ ունի նաեւ ինտելեկտուալ որակը այցելուի։ Եվ առհասարակ կյանքի նկատմամբ իր ռազմավարությունը, այսինքն ինքը ուզում է որ մի կոճակ դեղ տան ինքը խմի, ոչինչ չանի, հանգստանա, թե ինքը պատրաստ է գնալ այդ ճանապարհով։ Այստեղ շատ բան է խոսում եւ մարդու ինտելեկտուալ որակի մասին եւ առհասարակ իր անձնային ռեսուրսների մասին, իր փորձառնության մասին եւ լավացման ելքը այստեղից արդեն սկսած կանխորոշվում է։
Եթե մարդը անցնում է այդ ճանապարհը, ունենում ենք իսկապես լավացում, կյանքի որակի բարձրացում եւ այլն։ Արդյոք մենք ամբողջությամբ, այսպես ասած, ձերբազատվում ենք այդ տագնապայնությունից, թե կյանքի որոշակի этаպներում որոշակի նպաստող պայմաններ կարող են մարդուն նորից գցել իրավիճակի մեջ, թե ունենք գործիքները կկարողանանք չընկնել այդ իրավիճակի մեջ։ Որպես կանոն, տեսեք, հատկապես մեր մշակույթում ինչպիսին է, մարդը գալիս է, լավ է զգում, համարում է, որ ավարտված է թերապիան, բայց իրականում այս խնդրի մեջ, այս տագնապային խանգարումների լավացման, բուժման մեջ կարևորը ոչ թե միայն սիմպտոմների լավացումն, այլ անձի փոփոխությունն է ամբողջապես։ Այսինքն, եթե սիմպտոմները լավանում են, սիմպտոմներ ասվածը այն է, որ ինքը վախենում է տանից դուրս գալ, վախենում է մեքենա նստել, վախենում է ինքնաթիռ նստել, վախենում է մեծ մարդկանց շրջապատում հայտնվել, սրանք անցնում են եւ ինքը այս մի քանի բանը կարողանում է անել, սա չի նշանակում, որ ինքը ձերբազատվեց իր նևրոտիզացիային հակվածությունից, որովհետեւ այստեղ մենք կարող ենք ասել, որ այս ամենը առաջացել է իր անձնային առանձնահատկությունների հետևանքով, իր մտածական որակների հետևանքով։ Այսինքն երկրորդ փուլը պետք է լինի սիմպտոմների հաղթահարումից հետո անձի որակի փոփոխություն, անձնային առանձնահատկությունների եւ գործիքները, հա, պիտի ստանա ինքը։ Այո, որ ամբողջապես իր դիրքորոշումները, աշխարհընկալումը, արժեքը, մտածողությունը ամբողջապես պետք է փոխվի կյանքի նկատմամբ։ Հակառակ դեպքում թրիգերի արկայությամբ կարող է կրկին հետ վերադառնալ սիմպտոմը կամ մեկ այլ սիմպտոմ առաջանա իր մոտ։ Արդյոք տագնապային խանգարումները նաև տեսակներ ունեն եւ այսպես ասած նաև ավելի թեթև կամ ավելի ծանր տեսակներով կարող ենք առանձնացնել։ Իհարկե ունեն տեսակներ, ամենատարածվածներից սևեռուն մտքերն են, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումներն են, սոցիալական տագնապներն են, ընդհանրացված տագնապները, յուրահատուկ ֆոբիաները եւ շատ են իհարկե տագնապների տեսակները, բայց հիմնականում մենք գործ ենք ունենում այս դրսևորումների հետ եւ կարող եմ նաև բացել թե տեսակները ինչպես են դրսևորվում։ Սոցիալական տագնապը, օրինակ, երբ որ մարդը վախենում է ուրիշների կարծիքներից եւ փորձում է մեկուսանալ հանկարծ չհայտնվի այլ մարդկանց տեսադաշտում, ելույթներ չունենա, կենացներ չասի կամ որտեղ որ մարդաշատ են, ինքը այնտեղից խուսափում է։ Այս դեպքում մարդը մեկուսանում է, ընդհանրապես տանից դուրս գալ չի ցանկանում եւ այդ մեկուսացման մեջ է սկսում շարունակել իր կյանքը, բայց իրականում շատ տանջվում է, որովհետեւ ունի որոշակի մոտիվացիա փոխվելու եւ հաղթահարելու այս առումով։ Նույնը ասենք սևեռուն մտքերի խանգարումները, երբ որ մարդը անընդհատ կպչուն ձևով կենտրոնացված է ինչ որ մտքի վրա եւ այդ միտքը կարծես իրեն ընդհանրապես հանգիստ չի տալի։ Օրինակ, բավոր ես մահանամ, բավոր հանկարծ ես ինֆարկտ ստանամ, բավոր հանկարծ ես ինսուլտ ստանամ, կամ բավոր հանկարծ ես ավտովթարի մեջ հայտնվեմ։ Սրանք կպչուն մտքեր են, որ անընդհատ մարդուն տանջում են։ Օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումների տեսակները, երբ որ կրկին արկա է կպչուն միտքը, գաղափարը, պատկերը եւ մարդը կատարում է որևէ գործողություն, որպեսզի ազատվի այդ կպչունությունից։ Կարող է օրինակ անընդհատ լվացվել, իրեն թվում է, թե ինքը որևիցե միկրոբով վարակվել է։ Կարող է նույն շորը մի 1000 անգամ հանել, հագնել, որովհետև այդ պահին իրեն թվում է, թե օրինակ մի վատ բան է այնտեղ կատարվում, ես պետք է իմ գործողությամբ դա կարողանամ կանխել, կամ այս դեպքերում շատ տարածված է այսպես հատուկ մեղքի զգացում առաջացնող գաղափարները, որ ես վատ բան եմ արել, որ ես Աստծուն շատ չեմ դավանել, կարող եմ մի բան եմ խախտել իմ կյանքում, եւ սրանք ուղեկցվում են որոշակի ռիտուալներով։ Եվ սպეციფიկ խանգարումները, յուրահատուկ տագնապային խանգարումները դուք էլ շատ հանդիպած կլինեք, երբ որ մարդը շատ հատուկ բանից է վախենում, օրինակ արյուն տեսնելուց, ասեղ տեսնելուց, կամ չգիտեմ կատու տեսնելուց ինքը կարող է ուղղակի սարսափել։ Հնարավոր է։ Մտածում եմ, որ խեղդվելու է փշից։ Սրանք յուրահատուկ խանգարումներ են, եւ բոլոր այս խանգարումները ուղեկցվում են իրեն բնորոշ սիմպտոմատիկաներով եւ մարմնային մի շարք գանգատներով։ Հիմնականում մենք սրանց հետ ենք աշխատում։ Տեսակներից է նաեւ տագնապային
գրողները, պանիկ գրողները, որից որ շատ են գանգատվողները եւ շատ են դիմում հենց հատկապես այս խնդրով մեզ։ Սա ինչ է, սա հանկարծակի, բացարձակ անսպասելի սրտխփոց է, շնչառքելություն է, դող է, դերեալիզացիայի, դեպերսոնալիզացիայի զգացում է, այսինքն մարդուն թվում է, որ սա իրական չէ, սա ինքը չէ, մի պատկեր է, որ իր կողքով անցնում է եւ հիմնականում ուղեկցվում է սա մավան եւ խելագարվելու վախով։ Եվ որտեղ որ մարդն է գտնվում, որպես կանոն, այդտեղից կարծես փախուստի զգացում է ունենում, ուզում է փախնել, որպեսզի ինքը փրկություն ստանա։ Եվ տեսեք սրա սպეციფიკան որն է, որ եթե մեկ անգամ ինքը ունեցել է այս էպիզոդը, իրեն թվում է, որ կրկին հնարավոր է սա կրկնվի։ Այսինքն վախը շարունակում է պահպանվել, որ հանկարծ նույն զգացումը ինքը չունենա։ Եվ այն տեղանքում, որտեղ տեղի ունեցել իր այդ նոպան, տարիներ շարունակ կարող է մարդը այդ տեղանքը չուզենա տեսնել եւ չգնալ, ամեն մի ձևով փորձում է խուսափել այստեղից։ Հիմա ուզում եմ հաղորդումն ամփոփելով նշեք, արդյոք մենք ունենք օգնելու գործիքներ, թե ոչ, եւ մի շատ կարեւոր խորհուրդ այդ պահին, երբ մարդն իսկապես տագնապային իրավիճակում է, ինչ անի։ Իհարկե հասկանում եմ, որ պետք է անպայման կուրս անցնի, բայց այդ պահին ինքն իրեն փրկելու փրկողակը ո՞րն է։ Տեսեք, իհարկե լուծումները կան եւ իհարկե հոգեթերապիան հզորագույն կերպով ազդում է հաղթահարելու եւ միշտ ազատվելու տագնապային խանգարումից։ Երբեմն կարեւոր է եւ հոգեբուժի միջամտությունը եւ անհրաժեշտ է, երբ որ օրինակ հուզականությունը այնքան բարձր է եւ մարդու սեփական ինքնակառավարելությունը այնքան անհնար է եւ տառապանքի զգացումը այնքան խորն է, որ անպայման դեղորայք անհրաժեշտ է լինում։ Եվ երբ որ մարդը մի փոքրիկ հանգստանում է գոնե, այնուհետև նոր մենք կարողանում ենք շարունակել աշխատել իր հետ կոգնիտիվ համակարգերի արդեն ակտիվացման պայմաններում։ Հիմնականում ինչ է պետք արտաշնչեք օգնում է որպես տեխնիկաներ իրենք այո կարող են ժամանակավոր էֆեկտ տալ գոնե մի քանի րոպեյանոց կամ վայրկյանանոց էֆեկտ կարող են տալ, որովհետև տեսեք ինչ է տագնապային խանգարման ժամանակ տեղի ունենում։ Մարդուն թվում է, թե այն ինչը որ ինքը զգում է, դա իրական է եւ շատ անկառավարելի։ Իսկ երբ որ մենք ասում ենք շնչել, արտաշնչելու վարժանքները օրինակ իրարեք, կամ այդ պահին, չգիտեմ, որևիցե ֆիզիկական մի վարժություն արեք, կամ շեղվեք, կամ հետևեք ձեր մտքերին, կամ փորձեք կտրել ինքներդ ձեզ սիմպտոմատիկ այդ զգացողությունից ասելով, որ սա ես չեմ, սա իմ խնդիրն է, եւ իմ խնդիրն ունի լուծում, սրանք այո, ժամանակավոր գոնե այդ սարսափելի զգացումը կանգնեցնելու մի բան է։ Հակառակ դեպքում մարդը ամբողջությամբ մտնում է դրա մեջ եւ իրեն թվում է, որ դա իրականությունն է եւ վերջ, հավատում է իր զգացումներին եւ սիմպտոմատիկան սկսում է ձնագնդի նման մեծանալ։ Իհարկե մենք կարող ենք օգնել այցելուներին ասելով, որ շնչառական վարժանքները կամ նույն զգայրանների ակտիվացման վարժանքները, օրինակ աչքերը փակել եւ փորձել հիշել ինչ կար սենյակում, ինչ առարկաներ տեսավ, ինչ հոտ է զգում, ինչ ձայն է զգում, այսինքն զգայրանների ակտիվացում է տեղի ունենում եւ կարծես կտրվածություն, սեփական սիմպտոմատիկայից սրանք շատ արագ, ցավազրկող, շատ արագ, բայց կրկին ոչ ունիվերսալ։ Հիմնական սրա ճանապարհը լուծման եւ բուժման միայն ու միայն հոգեթերապիան է։ Կրկին ես պետք է հաստատեմ իմ խոսքում։ Շնորհակալ եմ շատ, վստահ եմ, որ շատերը գտան իրենց նշված ախտանիշների մեջ, որովհետև ցավոք խնդիրը բավական տարածված է եւ չեմ վախենում ասել, որ յուրաքանչյուր երրորդը այս կամ այն փուլում հանդիպում է այս իրավիճակներին եւ դեռ չգիտենք քանիսն էլ հանդիպում են, բայց դեռ չեն հասկանում ինչ իրավիճակ է։ Շնորհակալություն, որ այստեղ եք, շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանն էր։ Մինչ հրաժեշտալն ասեմ նաեւ շնորհակալություն Arpinka Beauty-ին, տեղեկացնեմ, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում։ Հեռախոսահամարն է 044 31 27 38։ Կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։